Սասնա ծռեր երկուս դատավարություն, ինչպես միշտ նշում եմ և պետք է հասկանա ամեն մի հայ, որ ամեն մի հարց պետք է ունենա մեկ իրական պատասխան, մնացածը դրանք կեղծիք է և հայես պետք է հասկանաս որն է պատասխանը և որն է կեղծիքը։ Մինչև Սասնա ծռերի այդ դատավարությանը անցնելը դիտարկենք ամենահրեշավոր քայլը, որը կատարեցին Հայաստանի ոչխարները, սկսած այս 3 աննասուն տականքներից, վերջացած մինչև վերջին Հայաստանում գտնվող հայը։ Ինչի համար աշխարհի տիրոջ որդին գալիս է Հայաստան, շնորհակալություն Արմեն Սարգսյան ինչ-որ մի վարչապետ է եղել ժամանակին, դա է հրավիրել և աշխարհի տիրոջ որդին, աշխարհի տիրոջ ընտանիքի անդամը գտնվում է Հայաստանում։ Սրանից առաջ միայն նրա մոր պապը 1912 թվականին եղել է հին Հայաստանում ծպտյալ ձևով 2 օրով։ Ոչ ոք չի եղել Հայաստանում, ցանկալի կլիներ, որ Եղիսաբեթ II-ն էլ լինել Հայաստանում, բայց տարբերություն չկա, նրա որդին Հայաստանում է, աշխարհի տիրոջ որդին, աշխարհի որոշողը, թե որ ազգը պետք է ապրի, որտեղ պատերազմ պետք է լինի, որտեղ ինչ պետք է լինի, և հայերը դիմավորում են սովորական մարդու նման, այսինքն ոչխարներ, աննասուններ, տգետներ, ինչպես եք դիմավորում աշխարհի տիրոջ որդուն։ Հայաստանում պետք է լիներ մի մեծ ցնծություն, որ այս մարդը եկել է Հայաստան և ամբողջ աշխարհը պետք է տեսներ, թե ինչպես ցնծությամբ եք ընդունում աշխարհի տիրոջ որդուն, և պետք է բոլոր աննասուններդ ընկնեիք այս մարդու ոտքերը, որպեսզի և Ադրբեջանի այդ հարցը, և 3-րդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստանը գոյատևեր։ Ահա միակ ճանապարհը գալիս է ձեր դուռը և նորից աննասունի քայլեր եք կատարում։ Ինչ։ Հռոմի պապը, որը հանդիսանում է Անգլիայի թագավորության կրոնական, քրիստոնեական ճյուղի ղեկավարը, նրան ընդունում եք ամենաբարձր մակարդակով, կամ այս մեր հիմնական թշնամին, և այս պոռնիկին ընդունում եք ավելի բարձր մակարդակով, քան ընդունում եք աշխարհի տիրոջ որդուն։ Սերժ Նարիմանովը, 3 նախագահները, ամբողջ այդ պոռնիկները ամեն ինչ պետք է թողնեիք և այդ 3 օրվա ընթացքում օր ու գիշեր խնդրեիք այս մարդուն, ցուցադրեիք ամեն ինչ և ասեիք, որ ինչ է հարցը, որ մեր հայ ազգին չեք սիրում։ Ինչպես գիտենք, Բիբլիայում Աստվածաշնչում գրված է, հայերը այս մոլորակի աղն են և պետք է ամենտեղ լինեն։ Դա հասկանալի է, նրանք չեն ցանկանում հայ ազգին ամբողջությամբ վերացնել, գիտեն հայի խելքը, հայի շնորհքը և ցանկանում են, որ աշխարհում լինեն, նորից կատարեն այն, ինչ կատարել են հազարամյակների, հարյուրամյակների ընթացքում։ Բայց կարող էիք խնդրել, նա ինքն էր եկել Հայաստան և ոչինչ չկատարեցիք, դրա համար ձեր ոչխարությունը 3-րդ համաշխարհային պատերազմից առաջ չի ներվի կատարած այդ լկտի քայլը։ Բոլորդ և ամբողջ հայ ազգը դրոշակներով, չգիտեմ ինչ ճոխություններով, փողոցներում ամբողջ հայ ժողովուրդը պետք է դիմավորեիք այս մարդուն, նույնիսկ համացանցերում գրում են, հա լավ եկել է, սա ով է, իրենից ինչ է ներկայացնում, և չհասկանալով հայ տգետ, նույնիսկ այդ ֆեյսբուքյան էջում գտնվողները, տղաներից մեկը մի 5
մեկնաբանություն բերեց, որ զարմանալի է հայը մինչև օրս չի հասկանում, թե ով է աշխարհում, եթե ճշմարտությունը չգիտես, ով է, եւ գնացել ես այս պոռնիկի հետևն ես լիզում, ինչ ես ցանկանում աշխարհից։ Այժմ անցնենք այս հարցերին։ 1991 թվականներից սկսած Լևոնի կեղտոտ խաղերի ժամանակ մարդիկ, նույնիսկ ժողովուրդը կատարում էր այս քայլը՝ քցեցի։ Այսինքն գնում էր մեկի հետևը համբուրում, խնդրում, լազ լինում, փող ուզում, հետո փախչում ասելով, թե քցեցի այդ մարդուն, հետ չեմ տալու փողը։ Նույնը այս 3 տականքները իրենց 200 ման կլավիկներով, իրենց թվում է հայ ազգին քցեցին եւ այդ փողը հետ չեն տալու։ Այսինքն նրանց մտածելակերպով նայեք այս հիմարների աննասուն դեմքերի եւ կհասկանաք, որ նրանք նույնպես այդ արտահայտությունը կատարում են, որ քցել ենք հայ ազգին, 10 միլիոն հայերին քցել ենք ու հետ չենք տալու այդ փողը։ Քցված փող է։ Փողոցային լկտին ինչպես կարող է լինել երկրի ղեկավար, վերաբերում է այս 3 փնթիներին։ Նույնը ուղարկել են նաև այս նկարը, թե բացատրիր այս նկարը, որ հասկանան։ Այս 2 կինը, այս չատլախները ոնց կարող են հայ կին կոչվել։ Հրանուշ Հոպարը գրում է իր թե առավոտին տալիս է այսպիսի մի գրառում. ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի տոկոս ստանամ։ Այ Հրանուշ Հոպար, քու Սերժիկ Նարիմանով ղեկավարների հետ միասին կոմունիստների ժամանակվանից աշխատել ես այդ տխմար տականք։ Եթե ամբողջ աշխատավարձը դրել ես այստեղ, բա ինչով ես ապրում, բայց հագուստդ, ապրելդ, ինչով ես դու ապրում, Հրանուշ Հոպար, պատասխանի այդ հարցին։ Այսինքն մսխված փողերը Հրանուշ Հոպարին են փայ հասել եւ Հրանուշ Հոպարը ինչին է պետք այդ ճղճիմ աշխատավարձը։ Նույնը 29-ամյա դատավոր Հայարփի Զարգարյանի ունեցվածքը կախարդական փայտիկի օգնությամբ ավելանում է։ Այսինքն կախարդական փայտիկը, այս չարուչատլախ Նարիմանովը Սեֆիլյանին եւ Սեֆիլյանի փաստաբաններին ճնշում գործադրելու համար եւ Սեֆիլյանին մի քանի լավ տարի կփակի կտա որոշում այս իբր դատավոր չատլախը, դրա համար նրա կոնտոյի վրա փող է ավելացնում, որ ապրես աղջիկ ջան, տես հայերին ոնց բռնաբարում ես, հենց էլ գումարները ավելանում են։ Եվ այսօր ես զարմանում եմ 2.5 միլիոն հայերի համար Շուշիի ազատագրման հերոս Ժիրայր Սեֆիլյանին այս չար ու չատլախը դատում է, հասկանում եք, եւ սա դեռ դատարան է մտնում, սա դեռ չի սատկել այս անողնաշարավոր պոռնիկը։ Սա վերաբերում է բոլոր հայերին եւ նկատողություն չանեք այս ֆիլմի համար, բոլոր բառերը գրական բառեր են, որոնք օգտագործվում են։ Դուք փողոցներում հանդիպում եք ձեզ ծեծի ենթարկող ոստիկաններին, ձեզ մեր ու կնիկ անպատվելով, նույնիսկ կանած ամենախուլիգան բառերով, ձեզ օգտագործում են բոլորը գրական բառեր, այո, չար ու չատլախ է այս պոռնիկը, որ նա հանձն է վերցրել Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը։ Այժմ իբր նոր խաղեր են մտածել այս ոչխարները հայ ժողովրդի գլխին, ինչպես նախորդ ֆիլմերում ասացի, Աշոտ Մանուչարյանը այնպիսի մի գեղեցիկ ծրագիր կա, 3 տարում Հայաստանը ոտքի կկանգնի։ Լևոն Պետրոսյանի շնիկը լինելով Աշոտ Մանուչարյանը, նրան ստիպել են եւ այս անողնաշարավորը ելույթ է ունենում, որ արտասահմանի հայեր, բերեք ձեր գումարները Հայաստան 3 տարում ոտքի կանգնացնենք, դուք էլ լավ տոկոսներ կստանաք այդ ամենից։ Եվ այս ոչխարը չի հասկանում, որ արտասահմանի հայերը հասկանում են, եթե Սերժիկ Նարիմանովը դեռ Հայաստանի ղեկին է, այդ նավում
ոչ ոք չի կարող հանգիստ ապրել եւ աշխատել։ Եվ մյուս անգամ նման հիմար արտահայտություններ ավելի լավ կլինի չանի, եւ նույնը Նատանյախուն, աշխարհի միլիոնատերերը եւ Նատանյախու եւ բոլորը նորից եմ շեշտում, այս ընտանիքի հլու հնազանդ ծառաներն են։ Եկել էր ձեր տուն, ձեր հայրենիքը, պետք է բարձրից էլ բարձր մակարդակով դիմավորեիք եւ բարձր մակարդակով ճանապարհեիք եւ խնդրեիք, որպեսզի հայը ունենա մի փոքր հողակտոր, որի վրա այժմ բնակվում ենք, որը ինձ թվում է չեք էլ կատարել այդ ամենը։ Նույնը խաղեր է կազմակերպում, խաղեր է անում ժողովուրդ, այս տականքի ոչ մի բառին չհավատաք, սա միայն Ռոբերտ Քոչարյանի հերյա բարեկամը լինելով ջհուդական հերթական քայլերն է կատարում տապալելով Հայաստանի տնտեսությունը։ Սկսենք այս հարցից եւ անցնենք ամենակարևոր մեր հարցին։ Հայ զինվորը թիրախ տեր կարգի 107 միլիմետրանոց 107 միլիմետրը ինձ թվում է բոլորդ էլ հասկանում եք որքան է, ռմբակոծում է Հայաստանի սահման Ադրբեջանը, այսինքն այս ռմբակոծությունը դա արդեն պատերազմ է, թե հարձակվիր Հայաստան, հարձակվիր ոչնչացա Ադրբեջանի մեծ մասը, եւ արտասահմանին ցույց տուր, որ հենց սրա պատճառով, եւ դիտենք, մի քանի մաշված պագրիշկաներ են բերել, մի երկու քարեր այս երիտասարդները ինձ թվում է հենց իրենք են տեղադրել, որպեսզի պաշտպանվեն, բայց սրանից ինչպես պաշտպանվի հայ զինվորը։ Այսինքն մենք մեր սերմնացաններին ուղարկել ենք մավան դուր, ինչ է եւ ինչ գործողություն է կատարում գեներալ Մանվելը, այդ տականքը եւ նրա զորքը, չէ որ նրա զորքը պետք է լինի այստեղ, իսկ մեր սերմնացանները երկրորդ, երրորդ գիծ, նորից եմ կրկնում, 10 տարի հետո սերմնացաններ չեն լինելու, որպեսզի հայ ազգը բազմանա, հենց սա մեր գենոֆոնդի ավարտն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ, կրկնում եմ, երբ որ հողեր էին գրավել եւ դրանից հետո առաջ էին շարժվում, այսպիսի խրամատներ էին փորում, բայց հայ հերոսը այսօր մեր պետական սահմանին գտնվում է ժամանակավոր խրամատում, շեշտում եմ ժամանակավոր խրամատում, եւ ամեն օր հայկական թերթերը եւ հեռուստատեսությունը ցուցադրում է այս նկարը, նորից 1, 2, 5 զինվոր մահացավ։ Այդ զինվորները ոչ թե Պողոսի, Պետրոսի, դրանք բոլորից երեխաներն են։ Եթե արտասահմանում ձեզ հարցնում են ով ես, ասում ես հայ եմ, այսինքն հայի քոքն են այստեղ կտրում, հայի գենոֆոնդն են այստեղ ոչնչացնում, եւ դու լուռ ես հայ, եւ այդ 7000 զինվորների ծնողները, բարեկամները 20-30 հազար չեք հավաքվում, չեք գնում Բաղրամյան 26 եւ ասեք այդ տականք դուրս արի բնից, ժամանակավոր փոսում մեր երեխաներին դրել ես որպես թիրախ, եթե Հայաստանը կամ Արցախը երկիր է, նա պետք է ունենա հիմնական սահմանային կետեր եւ այդ կետերը պետք է լինեն այսպիսի վիճակում։ Խնդրեմ 37-ից 45 թվականներին Հիտլերը չի ափսոսացել, ցեմենտ, բիտոնե, այսպիսի բունկերներում էին գերմանական զորքը պաշտպանվում։ Խնդրեմ հայ զորքը,
մի երկու գերաններից երևի մի երկու օր հետո գանես գերաններն էլ գողանան, որ կարող են որպես վառելիք վաճառել, եւ 3 հայ զինվոր է նորից վիրավորվել, այսինքն մեր գինաֆոնդը ոչնչացնում ենք, գերմանացին փոխադրում են Mercedes եւ այլ տիպի մեքենաներով 40 թվականներին իրեն զինվորներին եւ նաեւ զինամթերքը եւ խնդրեմ դիտարկեք ռուսական գազելով տեղափոխում են այս զենքը, որ հայերը կրակեն, ռուսական գազելը մի քանի կիլոմետր գնալուց հետո նրա մոստը թափում է, դա նույնիսկ մեքենա չէ, դա պուտինյան ծաղրանք է, կրկնեմ, ռուսը միայն կարողանում է 1-2 դետալանի սարքի, այսինքն կվա չակու ջևայլն, ավելին ռուսը ընդունակ չէ, եւ այս էժանագին սարքով մեքենայով մենք պատերազմը տանուլ ենք տալու չար ու չատլախ Սերժ Նարիմանովի պատճառով։ Եվ ուր են այդ արմատուրի եւ ցեմենտի գումարները, խնդրեմ։ Դիտարկեք, Պարիսներ են կառուցել, որպեսզի ժողովուրդը չտեսնի ներսում ինչ է կատարվում։ Եթե դուք դիտեք Մերկելի կամ Անգլիայի պրեմիեր մինիստրի տունը, դուք կզարմանաք, թե ինչ հասարակ տներում են նրանք բնակվում, բայց ով է, իրենից ինչ է ներկայացնում Հովիկ Աբրահամյան կամ Գալուս Սահակյան, այդ տականքները կամ մնացածը, որ այսպիսի տեղյակներ են կառուցում, եւ որ հայոց սահմանը խալխուլ վիճակում է։ Դիտարկեք հայոց որևէ մի թագավորի, որը չի կառուցել ամբրոսներ, բերդեր եւ ամբողջ ժողովրդին հավաքել այնտեղ պաշտպանվելու համար։ Իսկ այս չատլախները ինչ են արել։ Ես չեմ ասում կներեք, որովհետև բոլորը գրական բառեր եմ օգտագործում, ով չի ցանկանում կարող է չդիտել այս ֆիլմը։ Այժմ ամենակարևորը, որը բոլորդ եք պարտավոր 10 միլիոն հայերդ եւ Սասնա ծառերին հասցնել այս մասը, որպեսզի նրանք դիտարկեն։ Սկզբում ինչ ասացի սահմանների մասին, լավ հիշեք այդ ամենը։ Սա ֆորմուլա 1-ն է։ Ֆորմուլա 1-ի ժամանակ, երբ որ մեկը մահանում է, ոչ ոքի դատի չեն տալիս։ Նույնը Սասնա ծռերի այդ անվզում եք դուք ասում, բայց Սասնա ծռերի բողոք, ցույցի եւ ապացույց ցույցի, ոչ թե բողոք ցույցի, դուք եք ասում բողոք, գիզես ասում եմ, ապացույց ցույցի ժամանակ, ապացուցման մեկնաբանության ժամանակ նրանց ճանաչում են որպես տերորիստ եւ այլն եւ այլն։ Բայց մի փոքր դադար առնենք, նախ Արայք Խանդոյանին առաջարկում եմ, որպեսզի այլևս այդ ամենը չկրկնի։ Իմ այլյունն են ոստիկանները, այսինքն այս չար ու չատլախները, Արայիկ Խանդոյան, քո այլյունը չեն կարող լինել, քո այլյունը մաքուր հայի այլյուն է, քեզ բերել է Ռիմա տատը, ես բացի իմ մորից ոչ մի կնոջ ձեռքեր համբուրած չկամ, բայց ծնկաչոք կհամբուրեմ Ռիմա տատի ձեռքերը, որ նա բերել է 5 տղաներ, որից 4-ը Արցախյան պատերազմի հերոսներ են եւ որոնք ազատագրել են մեր հայրենիքը։ Ահա հերոս կինը, ահա հերոս տղամարդը, բայց Արայիկ Խանդոյան, մյուս անգամ չկրկնես, որ այս չատլախ մլիցեկը նրանք քո այլուն են, նրանք քո այլունը երբեք չեն կարող դառնալ, եւ այս կեղտոտ այլունը աղբանոցներում պետք է այրվի, որպեսզի գարշահոտը ոչ մի հայ չզգա։ Նույնը նաև զգուշացնում եմ Վարուժան Ավետիսյանին,
դուք ռազմագերի չեք, Վարուժան Ավետիսյան, հանցագործը խնդրեմ, դուք ոչ թե ռազմագերի եք, ձեր խոսքերում պետք է հնչվի այսպիսի բաներ, հայրենիքի նկատմամբ դավաճանության, բացահայտության խումբը, որը ամբողջ հայերին գնաց բացատրելու, ապացուցելու, որ հայրենիքի նկատմամբ կատարել է հանցագործություն գլխավոր հրամանատար իրեն կարգած Սերժ Նարիմանովի ամբողջ բանդան, ահա թե դատավարությունը և այդ ամենը ինչպես պետք է ընթանար, և դուք ոչ թե հանձնվել եք որպես ռազմագերի, դուք զենքը վայր եք դրել, որպեսզի հայի այրուն չթափվի, առանց այն էլ մենք քիչ ենք, և դա երրորդ հերոսությունն է, Սասնա ծռերի կողմից զենքը վայր եք դրել, որպեսզի հայի այրուն չթափվի, բայց դուք գնացել եք ոչ թե ՊՊԾ գունդը գրավելու, դուք գնացել եք ՊՊՑ գնդում պարզելու, որ այնտեղ նույնպես պոռնկություններ է կատարում, հայի գլխավոր հրամանատարը, ՊՊՑ գունդը, հայոց ազգային պաշտպանությունը և պետական անվտանգությունը դուք ապացուցեցիք, որ դրված է վտանգի տակ, այսինքն դուք պարզաբանողներ եք, դուք մեղադրյալներ չեք, և մեղադրյալի աթոռին պետք է հրավիրվի այս չար ու չատլախը իրեն բոլոր բանդայի անդամների հետ միասին, պետք է սա հասկանալ և դատարանում ձեր ոտքի չկանգնելը դա արդեն իմ կողմից ձեզ հորդոր քայլ է և դու Վարուժան Ավետիսյան պետք է կանգնես և ասես մենք ռազմագերի չենք հանձնվել, մենք միայն զենքը վայր ենք դրել, որպեսզի հայի այրուն չթափվի, երկրորդը մենք այս դատարանում ապացուցելու ենք, որ Սերժ Նարիմանովը դա պետական հանցագործ է և լրտես, խնդրեմ նրա կենսագրությունը, նրա ծննդականը բերեք, պարզենք որտեղ է ծնվել, ովքեր են տատերը, պապերը, որտեղ է դպրոց կամ մանկապարտեզ գնացել, ուրեմն Ստեփանակերտում 54 թվականի ծնված որևէ մեկը չի մնացել, որպեսզի ասի, որ այս տականքի հետ դպրոց է գնացել, այս տականքի հետ բաղնիս է գնացել և նա սուննաթված չէ, և այլն, և այլն, և երկրորդը, այն, որ մենք կռվել ենք 80-ականների զենքերով և Հայաստանի ահռելի գումարները մխսվել են, հենց դա է մեր կատարածի ամբողջ հետևանքը, որ մենք ապացուցել ենք, որ այդ ամենը կատարվել է և այսօր դատարանում կապացուցենք այդ ամենը և ոչ թե պետք է կատարվի նման դատավարություն, այլ համահայկական դատավարություն, ահա Սասնա ծռեր, թե դուք ինչպես պետք է ներկայանաք և ինչպես պետք է ձևակերպեք ձեր ամեն մի խոսքը, բայց ձեր խոսքերում ռազմագերի, ինչ եք դուք ռազմագերի, ինչ եք կատարել, մի ոստիկան է մահացել, այն երկուսին էլ Նարիմանովյան բանդան է խփել, եթե Նարիմանովը դա բարի էր, հայ էր, ոչ թե սնայպերների օգնությամբ կկրակեր Սասնա ծռերին, այլ այնտեղ մի գազ կբաց թողներ, տղաները գազից կքնեին կամ թեկուզ նրանց կկրակեր այնպիսի զենքով, որպեսզի նրանք քնեին, ոչ թե տանկին կրակվող զենքով պետք է կրակեր Պավլիկ Մանուկյանի ու նրա տղայի վրա, ահա պետական հանցագործը և ահա պետական հանցագործությունը բացահայտող անձնավորությունները պլյուս սրանց Ժիրայր Սեֆիլյանը ասեց, որ մեր հայրենիքի 800 հեկտարը Նարիմանովը վաճառել է, իսկ Նարիմանովը ասեց դրանք անպետք հողեր են, հիմա այս անասունին պետք է թաղվի այդ անպետք հողերում,
որպեսզի մնացած տականքները հասկանան, թե ինչ է կատարվել։ Այժմ Իսկանդերների մասին։ Իսկանդերները Հայաստանը իմ հավաստի տեղեկություններով չի գնել, եթե գնել է, հայ մտավորականներ եք ձեզ ասում, կազմեք հանձնաժողով, գնացեք փաստաթղթերը ստուգեք եւ դա տեսեք, գտնվում է հայկական որևէ զորամասում կամ հայկական տարածություն, թե 102-րդ, թե 104-րդ ռուսական այդ ռազմաբազայում։ Պուտինը եւ Ռուսաստանը այդ չատլախները երբեք Հայաստանին բարեկամ լինել չեն կարող։ Պուտինը Թուրքիայի հետևն է համբուրում, ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետևն է համբուրում, որպեսզի իրեն թույլ տան այդ նեղուցներով դուրս գա, որը աշխարհի տերը ոչ մի Թուրքիայի թույլ չի տա այդ նեղուցներով դուրս գալու, եւ Պուտինը իրեն այս զենքը Թուրքիայի ցանկությամբ Հայաստանից ստանելու է։ Դրա համար ճշտեք, միայն ունենք 80-ականների զենք եւ սա, թե սա էլ չէ մերը։ Եվ կհամոզվեք, որ Սերժիկ Նարիմանովը դա բացարձակ լրտես տականք է։ Երկրորդը 2.5 միլիոն հայերիդ եմ ասում։ Խնդրում եք, օգնեք հայերիս Հայաստանում, ապրելու հնար չկա, լավ արտասահմանից գումարներն եկան, արտասահմանի բարեկամները 100, 200, 500, 1000 դոլարներ ուղարկեցին, ինչպես հրյան է անում, մի գործի մեջ դրեք, աշխատեք, բոլորը դարձել եք դիվանագետ եւ այսօր հայ հերոսին այս պորնիկ չատլախ տականքը իր 15 մլիցեքի հետ ծեծի է ենթարկում եւ բոլորը լուռ եք։ Նրանք չեն ծեծում Արայիկ Խանդոյանին։ Սերժիկ Նարիմանովը այս պորնիկի միջոցով ծեծում է ամբողջ հայ ազգին, ասելով, որ դուք ոչնչություն եք։ Եվ այդ 2.5 միլիոն հայերը լուռ նստած միայն ձեր դիվաններն եք քշում։ Նորից եմ կրկնում, գումար տրամադրում են, օգնում են նրա համար, որպեսզի մարդը գործ դնի, այլ ոչ թե նրա համար, որ ամեն ամիս լացի։ Սա չեմ ասում երես տալու համար, սա ասում եմ նրա համար, որ բոլորը դարձել եք ճղճիմ դիվանագետներ, 2.5 միլիոն հայաբնակներ հետ։ Ծախված պորնիկները, Սասնա ծռերը աբեկչության կազմակերպություն եմ համարում։ Մի հատ հարցրեք, այ պորնիկ, այ ծաղրացու, դու քեզնից ինչ ես ներկայացնում, որ Սասնա ծռերը ահաբեկչական կազմակերպություն ես համարում։ Վաղը մյուս օրը Սերժիկ Նարիմանովը թռավ արտասահման, ադրբեջանցին ու թուրքը մտան Հայաստան, ինչ ես անելու, փախչելու ես, ուր ես փախչելու, բա այնտեղ ինչ ես ասելու, այնտեղ էլ ասելու ես Սերժիկ Նարիմանովի մերը, Սերժիկ Նարիմանովը լրտես էր, ծախեց մեր հայրենիքը, դրա համար, սրա նմանների, պետք է 2.5 անել, մի մաս ուղարկել Սերժիկ Նարիմանովին, որ տես քո ծախված պորնիկին վերցրա ոտքերի տակը եւ ոտքերը սրբի։ Մյուս կեսը մենք հայերս ենք մեր ոտքերի տակ, մեր ոտքերը սրբում նրա մարմնի կեսով։ Ահա թե ինչ պետք է արվի նման պորնիկների նկատմամբ։ Վերջին լրտեսը Սերժ Սարգսյանն իր համար հետևորդ չի պատրաստել։ Սերժ Սարգսյանը մի 10,000 հոգի է ոստիկաններին ավելացնելու իր հետևը պաշտպանելու համար, բայց Սերժ Սարգսյանը չգիտի, որ այս տարին իրեն ավարտն է եւ հնարավոր է լինի հայ ժողովրդի ավարտը եւ իրեն ավարտն է։ Եվ Սերժ Նարիմանովին նախորդ ֆիլմերից մեկում առաջարկվեց, որպեսզի Սամվել Բաբայանի Սասնա ծռերին ազատ արձակի եւ սահուն ձևով կառավարությունը հանձնի հայերին, քանի որ որպես
լրտես իրեն թե արտասահմանում իրեն տերերը եւ թե Հայաստանում հայ ժողովուրդը պետք է սատկացնեն շան նման եւ իրեն ընտանիքին։ Դրա համար առաջարկվել է լավագույն տարբերակը այս տականք ոչխարին։ Ցուցադրություն անկարողության։ Այս երիտասարդին ոչ մեկը չեք ասում, ինչու է մեր անկարողականությունը ցուցադրում։ Այսինքն միայն այս զենքի օգտագործման պատճառով Ադրբեջանը 107 մմ-անոց ռումբեր էր նետում, նորից ունենք 3 վիրավոր։ Եվ տեսեք նորից նա գնում է մեր ժամանակավոր կետերը ցուցադրում, չէ որ սրանք ժամանակավոր են, սա միայն կարելի էր այս խրամատները փորել, երբ որ մի տարածություն գրավել ես, դիրքավորվում ես հաջորդի համար, կամ պաշտպանվողն է սա կատարում, ոչ թե պետական սահմանը, սա պետական սահման չէ, սա խայտառակություն է, եւ մենք մեր, նորից եմ կրկնում, սերմնացանների ոչնչացնում ենք, մեր գենաֆոնդը ոչնչացնում ենք այստեղ։ Անելիք, սահմանադրական բարեփոխումների իրացման ճանապարհին մենք բոլորս մեծ անելիքներ ունենք։ Եվ այս ջհուդը, որը Ռոբերտ Քոչարյանի բարեկամն է, իբր թե Պուտինի ուղարկածն է, ավելի խոշոր չափերով է ոչնչացնում Հայաստանի տնտեսությունը, քան դա անում էր Հովիկ Աբրահամյանը։ Եվ սրան շուտափույթ Սերժ Նարիմանովի հետ միասին պետք է վերացնել։ Սա իրեն այս 9.5 ամիսների ընթացքում ոչինչ չի կատարել Հայաստանի համար։ Ինչու են ծռները խոսում Սերժ Սարգսյանի մահվան մասին։ Սերժ Սարգսյան այդպիսի անձնավորություն չկա, լրտես Նարիմանովի մահվան մասին ամբողջ հայ ժողովուրդն է խոսում, բայց լավագույն տարբերակն է, որպիսի նրան կենթանի բռնել եւ մինչեւ վերջին ճշմարտությունը նրանից քամել, ինչպես լիմոնն են քամում այդ ճանապարհով, քանի որ նա լրտես է, ազգությամբ թուրքաջհուդ է եւ բացի դա նա կատարում է ահռելի տեմպերով Հայաստանի ոչնչացումը։ Հետևել Լևոն Տեր-Պետրոսյանին Արցախում, արցախահայերին անցած տարի նույնպես նշվել է, որ հետևեք այս կեղտոտ տականքին, որը գնում է Արցախ։ Նա Բակո Սահակյանի հետ կազմակերպելու է ինչպես այդ շրջանները հանձնվեն Ադրբեջանին, դրա համար Արցախա իսկական հայեր խոչընդոտեք, որ այս տականքը չկարողանա Արցախ մեկնել։ Այս շոպլիկը ինչ է նշում, այս ուղեղ անողնաշարավոր գյադեն, որ նա իրեն ընտանիք է եւ մի 10-12 տարեկան երեխաներին Սերժիկ Նարիմանովի ոտքի տակի փալասը լինելով դրել է հարվածի տակ։ Շատ երկրներ կցանկանային ունենալ նման բարեկիրթ, ժողովրդի դարդ ու ցավով ապրող նախագահ, բարեկիրթ, 4-ամյա կրթությամբ նարկոման տականքին բարեկիրթ անվանելը տականք շարմազանով, դա անբարոյականություն է։ Եվ երկրորդը, նա ոչ թե նախագահ է, նախագահի աթոռի գողն է հանդիսանում, իսկ գողը նախագահ լինել չի կարող։ Հայաստանը մի քանի մեգապոլիսների չափ էլ չկա։ Սա վերաբերում է բոլոր նախագահներին,
բոլոր կառավարությունում աշխատող տականքներին եւ աշխարհի 51 մեգապոլիսների ամենամեծ քաղաքների վերջին 39-ից 51 ցուցադրել։ Վերջինը Սանկտ Պետերբուրգն է, որը ունի 5.2 միլիոն բնակչություն։ Այ աննասումներ, այ պոռնիկ շատլախներ։ Եթե աշխարհի քարտեզը դիտես եւ այս ամբողջ երկրները, Սաուդյան Արաբիան թեկուս 2.5 անգամ միայն Էլ-Ռիադը Հայաստանից մեծ է, բա ուրեմն մի մեգապոլիսի կեսի չափ, ամենավերջին մեգապոլիսի կեսի չափ, ուրեմն հայ ժողովրդին 2.5 միլիոն մարդ 30,000 քառակուսի կիլոմետրում եթե չեք կարողանում պահել, ձեր կառավարություն կամ ձեր ղեկավար լինելու իմաստը որն է։ Եթե այստեղ դիտարկում ես, այնտեղ ավելի շատ է, եթե ավելի բարձրանանք, որը չեմ ցուցադրել, ապա ամենից քիչը 200 մարդ է ապրում այս մեգապոլիսում, մեկ քառակուսի կիլոմետրում 200 մարդ է ապրում, իսկ Հայաստանում այսօր բնակվում է, եթե 30,000 քառակուսի կիլոմետրի համար դիտարկենք, աշխարհի համար նորմալ բնակչություն, այսինքն սրա կեսից էլ պակաս։ Այսինքն մենք ունենք ավելի մեծ տարածություն, քան այս քաղաքներն են եւ չենք կարողանում 2.2 միլիոն մարդու կերակրել, որպեսզի նրանք ապահով ապրեն։ Այսինքն այ ոչխարներ, այ տականքներ, մեկ քաղաքի բնակչություն էլ չունի Հայաստանը։ Եթե դուք չեք կարողանում երկիր ղեկավարել, ոնց կարող եք ձեզ դուք ղեկավար կամ նախագահ անվանել։ Նորից եմ կրկնում, բոլոր երեքը լրտեսներ են։ Եվ ինչ պետք է կատարվեր։ Այստեղ միայն հայ սպորտսմեններին եմ ներկայացրել։ Այս բոլորը դրանք արտասահմանում են եւ բոլորը Հայաստանը ներկայացնում է միայն Հենրիկ Մխիթարյանին, քանի որ Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի քաղաքացի է։ Բայց Գեգար Մուսասին, Ջորջո Պետրոսյանը եւ այլն, Հակոբը եւ մյուս տղաները, որոնց չեմ ներկայացնել։ Այս բոլորը սպորտի գծով համաշխարհային տղաներ են։ Այսինքն մենք դրսում ունենք համաշխարհային տղաներ եւ այս բոլոր երիտասարդները հայկական դրոշ, թեկուս իրենց արմատների պաշտպանիչները հայկական դրոշի ձևով են ներկայացնում, հարգելով, որ իրենք հայ են։ Լավ, սա հասկացանք, բայց բացի հայ սպորտ արտասահմանում կան հայ գիտնականներ, արտասահմանում կան հայ ինժեներներ, հայ արվեստագետներ, որոնք ուրիշի դրոշն են ծաղկացնում, ոչ Հայաստանի։ Ինչ եք մտածում, սիրելի հայեր, ինչ եք մտածում նրա համար, երբ որ Ռուսաստանից մենք գնում ենք այսպիսի մեքենա, որը իրավունք չունեին գնելու, եւ ինչ եք մտածում, սիրելի ռուսաստանահայեր, որոնք գիտնականներ, ինժեներատեխնիկական բարձր մակարդակի աշխատողներ, բա որևէ մեկը չեք ասում, այ չար ու չատլախ Պուտին, չէ որ մենք ենք սա նախագծել, չէ որ մենք ենք սրա ինժեներական բոլոր հաշվարկները կատարել, դու վաճառում ես այդ զենքը Ադրբեջանին, դուրս եկեք գնացեք Ամերիկա,
Գնացեք Ֆրանսիա, այլ երկրներ, այդ ինժեներներիդ է վերաբերվում, այդ գիտնականներիդ, ավելի մեծ համբավ ձեռք կբերի։ Եվ այս շատլախը 8 միլիարդի զենք է վաճառում Ադրբեջանին, որը կառուցել են հայերը, նույնը Միկոյանը, ասացիս իմաստը նա է, որ սպորտսմենը թեկուս արտասահմանի դրոշի տակ է հանդես գալիս, ներելի է, արվեստագետը ներելի է, եւ նրանք ոչ թե ներելի են, նրանք այլ ճար չունեն, քանի որ Հայաստանում նրանք այս փառքին չէին արժանանա եւ հային չեն ճանաչի, Ճապոնիայում Մուսասի օգնությամբ ճանաչեցին, թե ինչ հզոր ազգ է հայը, բայց հայ արվեստը նույնպես նույն ձևով դիտարկեք, իսկ հայ գիտությունը եւ տեխնիկան դուք վաճառում եք, սիրելի հայեր, մեր թշնամուն, որը մեր երկրորդ թշնամուն է զինում հայերին ոչնչացնելու համար։ Եվ նորից վերադառնանք մեր ամենահիմնական հարցին, Սասնա ծառերի հարցին։ Սասնա ծառերը ահաբեկի չեն, եւ Սասնա ծառեր դուք ռազմագերի չեք։ Շեշտում եմ պետք է ներկայացվի բառացի այսպես. Սասնա ծառերը հանդիսանում են այն կազմակերպված հայ հերոսներից եւ հայ նվիրյալներից մի խումբ մարդիկ, թվով 32, եւ նրանց միացած հաց բերող Արտուրը եւ նրանց ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, այդ մարդիկ բացահայտեցին, որ Հայաստանում տեղի ունեցել ազգադավություն, տեղի ունեցել պետական դավաճանություն եւ այդ պատճառով նրանք դուրս եկան ապացուցելու պետական դավաճանությունը եւ ազգադավությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարել է Սերժիկ Նարիմանովյան բանդան, ի գլխավորություն Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ Սերժիկ Նարիմանովի։ Ահա այսպես պետք է նշվի այս ամենը, եւ դատավարությունը պետք է կատարվի համահայկական, այն պատճառով պետք է կատարվի դատավարությունը, նշում եմ, խնդրեմ, ժամանակավոր տեղում հայ զինվորը իրավունք չունի պաշտպանելու պետական սահմանը։ Սա այնպիսի զինակետ է, որը պետք է լինի այն դեպքում, երբ մենք պարտվել ենք, հետ ենք քաշվել, նորից փորել ենք խրամատ հետագա տարածությունը պաշտպանելու համար։ Եվ այս պատճառով երեք նախագահները պետական եւ ազգային դավաճաններ են նրանց բոլոր մանկլավիկները, բոլոր ոստիկանները, եւ մենք կորցնում ենք մեր սերմնացանները, հիշիր հայազգ, հիշիր ունես 7000 զինվոր եւ 7000 զինվորի ընտանիքները 21000 են բազմապատկում, նրանց բարեկամները 50000 մարդ, պետք է գնաք ուր, այո, բոլորդ պետք է գնաք Բաղրամյան 26 եւ այս հիմար ժպիտով ժպտացող Աննասունին ասեք, դե հիմա պատասխանիր պետական սահմանը ինչ է ժամանակավոր սահման եւ ինչ ես կարծում, որ մեր երեխան ոչխար է ուղարկել ես մահապատժի։ Նորից եմ կրկնում, Սասնա ծռերը դրանք հայ հերոսներից, հայ նվիրյալներից կազմված խումբ էր, որոնք ապացուցեցին, դուրս եկան ապացուցելու, որ նույնիսկ ՄՊԶ գնդում պոռնիկություն է կատարվում, որ այնտեղ ավելի գերհզոր են զինված, քան հայ սահմանը, բացի դա
ապրիլյան պատերազմից հետո նրանք ապացուցեցին, այսինքն Սասնա ծռերի անդամը պետք է ասի, մենք ապացուցեցինք, որ կատարվել է պետական եւ ազգային դավաճանություն։ Ահա այս ամենը, հայ ժողովուրդ, 10 միլիոն մարդ եւ Սասնա ծռեր հիշեք, եւ տականքներին եմ դիմում մյուս անգամ, ոչ ոք իրավունք չունի պետական դավաճանությունը բացահայտող հերոսներից եւ հայ մարդկանցից կազմված մարդկանց անվանել տերորիստ, մարդասպան կամ զին գերի, այսքանը, եւ վերջում նորից այս աքսիոման հիշեք, մենք Սասնա ծռերս հայ հերոսներից, հայ ազգի նվիրյալներից տեսնելով, ապրիլյան պատերազմի ժամանակ արդեն բացահայտ տեսնելով, որ հայ ժողովրդի, հայ ազգի նկատմամբ կատարվել է պետական դավաճանություն, շեշտելով օֆշորային 7 միլիարդը, չհաշված Հայաստանի նրանց տներն ու ունեցվածքը, նաև Գլենդելում եւ այլն, այդ բոլոր գողացված գումարները, երբ որ մեր սահմանը գտնվում է, սահմանային պաշտպանությունը, Հայաստանի եւ Արցախի պետական սահմանի պաշտպանությունը գտնվում է ժամանակավոր սահմանի պաշտպանության իրավիճակում, մեր զինվորը մահացել է դավադրության պատճառով եւ հայրենիքի 800 հեկտար հող է հանձնվել այն պատճառով, որ Նարիման Սերժիկը վաճառում էր Ադրբեջանին, իրեն հայրիկ Պուտինի հետ միասին եւ այս 3 լկտիները, այդ պատճառով մենք դուրս եկանք հայ ժողովրդին ապացուցելու եւ փրկելու, որ կատարվել է պետական դավաճանություն, ազգի նկատմամբ կատարվել է դավադրություն։ Ահա այս ամենը, որը պետք է կատարվեր, Սասնա ծռերի դատավարություն, ոչ թե Սասնա ծռերի բացահայտած դատավարություն պետք է կատարվեր։ Հիշեք հայ, խելքն է որոշում ամեն ինչ, եւ ճշմարտությունը սա է։